Հայտարարագիր չլրացնելու պատճառները ցանկով ըստ իշխանական պատգամավորի։ Մոտավորապես 35,000 հոգի է այս պայծությամբ հայտարարագիր լրացնել, փոքր տոկոսն է, հիմա պատճառն եք ուզում իմանալ։ Պատճառ համար 1, որ մարդկանց մի զգալի մասը նույնականացման քարտ չի կարողանում ձեռք բերել չունի, պատճառ համար 2, ունեցողների մի զգալի մասը արդեն մի քանի ամիս գիտի, որ հայտարարագրման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1, պատճառ համար 3, որ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ հայտարարագրման համակարգը այնքան են դեմոդիզացրել, այնքան ապատեղեկատվություն են տարածել, Եվ պատճառ համար 4, այս մեկը Թունյանի ցանկում չկա։ Էլեկտրոնային ստորագրությունն ակտիվացնել դեռ բոլորը չէ, որ կարող են։ Թեպետ հայտարարագրման համակարգը գործարկելուց անմիջապես հետո պետեկամուտների կոմիտեից ու պատասխանատու մյուս գերատեսչություններից քաղաքացիներին սկսեցին ուղղորդել բջջային կապի օպերատորների գրասենյակներ ստորագրության էլեկտրոնային տարբերակը ձեռք բերելու համար, ինչը հայտարարագրման համար պարտադիր է, պարզվում է իրականում սա վերաբերում է միայն ֆիզիկական քարտեր ունեցողներին, այսինքն եթե հեռախոսի քարտը վիրտուալ է, eSIM, էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնել դեռ հնարավոր չէ։ Ստիպված է էլեկտրոնային ստորագրություն ստանալու ցանկություն հայտնողը բջջային օպերատորից քարտ ֆիզիկապես առնի եւ շատ են նաեւ դեպքեր նոր հեռախոսների, նոր սերնդի հեռախոսների մեջ, որ նույնիսկ քարտի բնիկ չունեն, որպեսզի տեղադրում կատարեն։ Հետեւաբար նաեւ ստիպված են լինելու հեռախոս առնեն, որպեսզի կարողանան բնիկի մեջ տեղադրեն ու կարողանան էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացնել։ Ծախսատարության մեկ դրսևորում է, այսինքն լրացի ծախսի տակ են մարդկանց գծում։ Հնարավոր չէր համակարգն ամբողջությամբ պատրաստել ու հետո միայն գործարկել, Սարգսյանն ասում է, պատասխանատուները հետևանքները չեն հաշվարկել, որ այսպիսով միայն խնդիրների առջև են կանգնեցնելու քաղաքացիներին։ Կատարում է որոշակի քայլ, որը առաջացնում է շատ վտանգավոր ու բացասական հետևանքներ, երբ որ բարձրաձայնվում են դրա մասին, ասում են եկեք քննարկենք, որպեսզի փոփոխություն կատարենք։ Նույնիսկ արդեն վաղուց գործող ծրագիր է դարձել հետեւյալը, որ դե եկեք օրենք ընդունենք, հետո կտեսնենք ինչ խնդիրներ կան, մի հատ խնդիրների վերաբերյալ փոփոխություններ կընդունենք։ Հայտարարագիր չլրացնելու դեպքում այնուամենայնիվ քրեական պատասխանատվություն կա, ընդդիմադիր պատգամավորն այսօր խորհրդարանում շարունակում էր այս հարցի պատասխանը փնտրել։ Իշխանությունից տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահն արձագանքեց 444-րդ հոդվածով, եթե որևէ քաղաքացու ազատազրկեն, հրապարակային ներողություն կխնդրի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։